Բարև ձեզ հարգելի ուսուցիչներ, այսօր ես ներկայացնելու եմ ֆիզիկա առարկայի այս եկող ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում մուտք գործող 3 դասագրքի վերաբերյալ։ Ես այդ դասագրքերից հեղինակներից մեկն եմ, համահեղինակ է Սոս Մայիլյանը։ Ծանոթ եք մեր 7-րդ, 8-րդ եւ 10-րդ դասանի դասագրքերին, այս նոր դասագրքերը դրանց օրգանական շարունակություն են կազմում։ Ինչով են տարբերում այս դասագրքերը հին դասագրքերից եւ արժեր արդյոք փոխել, քանի որ մենք ունենք երկար տարիներ աշխատած դասագրքեր, մինչ օրս էլ որոշ դասանում դրանք շարունակում են գործել։ Պիտի ասեմ, որ ծրագրերի եւ չափորոշիչների փոփոխության պարագայում անհրաժեշտություն առաջացավ վերանայել նաեւ նոր դասագրքերի բովանդակությունը, ստեղծել նոր որակի դասագրքեր, որոնք օրգանապես շարունակելով լավագույն ուրեմն տրադիցիաները հին դասագրքերի, սակայն կրել են որոշակի փոփոխություններ, որոնց մասին ես ուզում եմ ձեզ տեղեկացնել։ Շատ կարևոր է նշենք, որ դասագրքերի կառուցվածքը, բովանդակության ներկայացումը որոշակի փոփոխություններ է կրել։ Այսուհետ ցանկացած պարագրաֆ ներկայացում է ենթակետերով, որը հնարավորություն կտա ուսուցիչներին ավելի կոնկրետ եւ սովորողներին եւ ուսուցիչներին ավելի կոնկրետ անդրադառնալու ընդհանուր դիտարկվող թեմայի այս կամ այն բաղադրիչին։ Կարևոր փոփոխություն է հանդիսանում նաև այն, որ դասագրքերը բովանդակությունը փոքր-ինչ կրճատվել է եւ հիմնականում պահվել է այն բովանդակությունը, որը անհրաժեշտ է նոր չափորոշիչով եւ ծրագրով սահմանված վերջնարդյունքների ապահովմանը։ Օրինակ 9-րդ դասագրքի օրինակի վրա նշեմ, որ այս դասագիրքը նախատեսված է հիմնականում շաբաթական ֆիզիկայի 2 ժամ դասավանդման համար եւ իրենից ներկայացնում է 68 ժամի համար գրված դասագիր, որից 55 պարագրաֆներ են, որոնք նպատակ ունեն ներկայացնելու նոր բովանդակությունը, իսկ մնացած պարագրաֆները, մնացած ժամանակները կարող են տրամադրվել խնդիրների լուծմանը, լաբորատոր աշխատանքների կատարմանը, ուսուցիչ կարող է օգտագործել թեմատիկ գրավոր աշխատանքների համար եւ այլն։ Ուզում եմ ասել, որ պարագրաֆների բաժանումը եւ պարագրաֆների թիվը ավելի մեծ հնարավորություն է ընձեռնելու ուսուցչին, բացի նոր նյութի մատուցումից ժամանակ ունենալ, ժամանակ խնայել այլ տիպի ուսումնական գործունեություն ծավալելու համար։ Ցանկացած գլուխ դասագրքի թեմային վերաբերող գլուխ սկսում է նախաբանով, որտեղ կոնկրետ ներկայացում է համառոտ, թե ինչ է նախատեսում ուսումնասիրել այս գլխի շրջանակներում։ Այնուհետև յուրաքանչյուր գլխի ամեն մի պարագրաֆի սկզբում դրվում է համառոտ ներածությունը պարագրաֆի, որտեղ մի քանի նախադասությամբ ներկայացում է այս պարագրաֆի բովանդակությունը։ Յուրաքանչյուր պարագրաֆ ավարտվում է ընդհանուր ամփոփումով, որտեղ մի քանի կետերով ամփոփվում է այս պարագրաֆի ուսումնական նյութը եւ առաջարկում են հարցեր եւ առաջադրանքներ։ Դասագիրքը իր մեջ պարունակում է նաեւ QR կոդով նշված լրացուցիչ նյութեր, որոնք դրանք հետաքրքիր բնույթի նյութեր են, կարող են հետաքրել, սեր առաջացնել սովորողների մոտ դեպի այս կամ այն ուսումնասիրվող թեման։ Դասագրքում առանցին պարագրաֆներով բերվել են լաբորատոր աշխատանքները, կոնկրետ 9-րդ դասարանի համար դրանք 7 լաբորատոր աշխատանք են, նմանապես 11 եւ 12-րդ դասարանների համար նույնպես այդ լաբորատոր աշխատանքները առանձնացված են։ Ներկայացված է նաեւ յուրաքանչյուր դասագրքում որոշակի պարագրաֆները հատկացված է խնդիրների լուծման օրինակներին, որը սովորողը պիտի կարողանա ուսումնասիրելով այդ խնդիրները հետագայում բավարար փորձ բերելով ինքը կարող է լուծել այլ տիպի խնդիրներ։ Դասագիրքը չի ներառում իր մեջ խնդիրները, որովհետև նախատեսում է, որ յուրաքանչյուր դասագիր պիտի ունենա առանցին խնդրագիր։ Ահա մոտարապես այն փոփոխությունները, ինչ որ նախատեսված են այս դասագրքով, բայց պիտի նշեմ, որ դասագիրքը ուսուցչի համար միակ ձեռնարկը չէ, շատ օգտակար կարող է լինել յուրաքանչյուր դասագրքի համար մեր կողմից մշակված ուսուցչի մեթոդական ձեռնարկը։ Ձեռնարկի մեջ բերում են բազմաթիվ նյութեր, լրացուցիչ նյութեր, հարստացնում են դասագիրքը եւ այլն։ Ուսուցիչը այդտեղ կարող է գտնել թեմատիկ աշխատանքների, գրավոր աշխատանքների թեստեր, ուսուցանող գնահատման թեստեր,
որոշակի լրացուցիչ նյութեր, մեծ չափով տեղեկատված խնդիրների լուծումը, որի կարիքը ուսուցչանշուշտ կունենա, խնդիրների տարբեր բազմազան խնդիրներ են ներկայացնում եւ այլն։ Դասագրքի հետ միասին խորհուրդ ենք տալի անպայման օգտագործել մեծ չափով ուսուցչի ձեռնարկը, որտեղ իմ նշած հետ մեկտեղ նաեւ տեղ են գտել ամբողջ դասընթացի թեմատիկ պլանավորումը եւ առանցին դասերի պլանավորման տեսակները։ Մոտավորապես այսքանը ձեզ հաջողություն եմ մաղթում նոր դասագրքերով աշխատելու գործում։